Բարև ձեզ, օրդլրատվական ծրագիրը սկսում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում։ Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ։ Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ է մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով այս գիշերը օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել եւ հանգիստ է եղել։ Սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկետ անկանոն կրակահերթեր։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը եւ վստահորեն իրականացում են առաջադրված խնդիրները։ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, այդ մասին Նյուսեմի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը։ Իրոք այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ձևականորեն չեն մասնակցում, սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպման ընթացքում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում եւ հենց Լեռնային Ղարաբաղում։ Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ, շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ, չէ՞ որ խոսքն այդ մարդկանց մասին է, որոնք պետք է ապրեն այնտեղ, ասել է Իգոր Պոպովը։ ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ողջունելի է համարում ռուս համանախագահի հայտարարությունն այն մասին, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման փուլում Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, սակայն հակադարձում է, որ մասնակցությունը չպետք է լինի փուլային։ Կա երկու մոտեցում։ Ողջունում եմ, որ արդեն բացեիբաց խոսում են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, բայց Արցախի մասնակցությունը բանակցային process-ին պետք է լինի համապարփակ։ Մենք պետք է մասնակցենք ցանկացած հարցի շուրջ մտքերի փոխանակումից մինչև բանաձևերի մոտեցումների ամրագրում, փաստաթղթերի կազմում, ընդհանրական մոտեցումներ ձևավորելու, ասել է Բաբայանը, հավելելով, որ սա է թե իրավական, թե քաղաքական առումով ամենաճիշտ ու տրամաբանական մոտեցումը։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին։ Հանդիպանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր։ Ներկա իրավիճակի գնահատականներն ենք տվել, նաև քննարկել ենք ապագայի անելիքները, համ բանկային համակարգի, համ էլ փորձել են գնահատականները տանք, որովհետև մինչև այդ հանդիպել ենք նաև կառավարության ղեկավարի հետ, այս պահի իրադարձություններից հետո ապրիլյան բնականոն զարգացման մասին երկրի, բոլոր ձեռնարկությունները պետք է աշխատեն իրենց բնականոն ռիթմով, բոլոր տիպի աջակցությունն էլ իհարկե կլինի, համ մեր բանկերների կողմից, բանկերներն էլ երեք հանդիպել են կառավարության ղեկավարի հետ եւ պատրաստակամություն են հայտնել տարբեր տիպի աջակցության կարևորագույն խնդիրը այս պահին լինել աչալուրջ, վերադառնալ այն ծրագրերին, որոնք կային մինչև այս իրադարձությունները, շարունակել եւ մի քիչ էլ նույնիսկ ավելի խորը մտածել ապագայի մասին, որպեսզի մենք մեր երկու հայկական հանրապետությունով, երկու հայկական երկրներով հասնենք այն նպատակներին, որոնք մեր առջև դրել ենք։ Նախագահ Բակո Սահակյանը այսօր ցավակցական ուղերձ է եղել Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր Քահանա Մարկոսյանի ընտանիքին։ Ուղերձում ասված է. Խոր ցավով տեղեկացա Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր Քահանա Մարկոսյանի մահվան մասին։ Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգևորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին, իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգևոր եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին։ Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ։ Արցախի հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում արիություն ու ոգու կորով։
Այսօր Ստեփանակերտում իր աշխատանքներն է սկսել հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2012-ին էր կայացել կրկին Ստեփանակերտում։ Երկրորդ հանդիպումը նախորդի օրգանական շարունակությունն էր, օրակարգը լրացվել էր նոր մարտահրավերներին համահունչ։ 10 կուսակցություն Հայաստանի եւ 5 կուսակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հավաքվել են քննարկելու ոչ միայն միջկուսակցական, այլև համազգային նշանակության թեմաներ, մինչ այդ լռության րոպեն է, հարգում են ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։ Իսկ հիմա խոսեք, ով ինչքան կարող է, սակայն ռեգլամենտի սահմաններում նախ հայկական երկու հանրապետությունների նախագահների ուղերձներն են հղված ֆորումի մասնակիցներին։ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը կարևորում են շատ հարցերում լուրջ անհամաձայնություններ ունենալով հանդերձ, առանցքային հարցերում հայկական քաղաքական ուժերը համակարծիք են։ Տեղյակ եմ, որ համաժողովի մասնակցության հրավերին արձագանքել են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են եւ ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ, զանազան հարցերի շուրջ, սակայն պատրաստակամություն են հայտնել միասնաբար նախանշել ուղիներ հասարակության ներսում քաղաքական կուսակցությունների գործունեության, տեղեկատվության, քաղաքացիական հասարակության եւ արտաքին կապերի, Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Համոզված եմ, որ նման ձևաչափը քաղաքական կուսակցություններին հնարավորություն կընձեռի ներկուսակցական դիրքորոշումների հիման վրա ամրագրել նաեւ միասնական համազգային դիրքորոշումներ։ Առավել ևս, որ շաբաթներ առաջ Լեռնային Ղարաբաղի սահմանագծում ընթացող ռազմական գործողությունները հերթական անգամ ապացուցեցին համազգային միասնականության ներուժը։ Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի անցկացումը Ստեփանակերտում կարևոր է եւ պահանջված, հատկապես ներկա ժամանակահատվածում։ Մեր կուսակցություններին բնորոշ է մի կարևոր յուրահատկություն։ Ունենալով տարբեր նպատակներ ու ծրագրեր, անդամներ ու համախոհներ, ճակատագրական եւ վճռորոշ պահերին նրանք կարողանում են համախմբել համազգային գաղափարների շուրջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում, եւ միասնական ուժերով լուծել առկա խնդիրները։ Այդպես էր նաեւ ապրիլյան պատերազմի օրերին, երբ հայկական քաղաքական ուժերը դրսևորեցին սկզբունքային դիրքորոշում, ցուցաբերեցին օրինակելի միասնականություն, համախմբեցին հասարակությունը Արցախին սատարելու մեր ժողովրդի եւ պետության անվտանգությունը ճշնամու նեն ոտնձգություններից պաշտպանելու համար։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը 4 տարի առաջ էր էլի Ստեփանակերտում, երկրորդ հանդիպման վայրի ընտրության հարցում էլ երկար չեն տատանվել։ Վստահ եմ, որ գաղափարը շատ ճիշտ էր, որովհետև այս օրերին մենք բազմաթիվ հարթակների մեջ, եթե նույնիսկ դրանք չկա, պետք է ստեղծենք, որպեսզի քննարկենք, թե ինչպիսի քաղաքական իրավիճակում ենք մենք գտնում եւ ինչպիսի միջոցներ պետք է կարողանանք հավաքագրել, որպեսզի նաեւ ճիշտ լուծումներ առաջարկենք մեր հասարակությանը։ Իհարկե ֆորում ունի նաեւ գործնական նշանակություն, որովհետև այնուհանդերձ կուսակցական համակարգերի կայացումը եւ Հայաստանում եւ Արցախում հրամայական է, որովհետև Հայաստանը անցել է սահմանադրական բարեփոխումների փուլով դեպի խորհրդարանական կառավարման մոդելի, որտեղ որ այլընտրանք կուսակցությունների գոյությանը չկա։ Հետևաբար, եթե կուսակցությունները պետք է լինեն, որպես իշխանություն կրող քաղաքական կամ կարտահայտող ինստիտուտներ, ապա նրանք պետք է հնարավորինս լավը լինեն։ Առաջին նիստի գլխավոր բանախոսը Տիգրան Թորոսյանն է, թեման հայկական կուսակցությունների զարգացման հեռանկարները։ Փորձագետը համոզված է, թեման սերտ կապված է սահմանադրական փոփոխությունների հետ։ 2015-ի սահմանադրական բարեփոխումներով հայաստանյան քաղաքական ուժերի զարգանալու եւ կայանալու նոր փուլի մեկնարկը տրվեց։ Ասեմ նաեւ, որ դասական հետազոտություններում 3 գործոն է անպայման նշվում. սահմանադրական, արժեքային եւ վարքային, այսինքն ակնհայտորեն տեսնում եք, որ խնդիրը միայն իրավական փաստաթղթերը չեն, այլ նաեւ մարդիկ, ովքեր այդ ամենը պիտի կյանքում կիրառեն։ Հետևաբար լուրջ խնդիր կա այսօր, որպեսզի մեր կուսակցությունները դառնան կայացած լիարժեք կուսակցություններ։ Մասնակիցներից յուրաքանչյուրը կուսակցությունների զարգացման եւ ժողովրդավարության մասին իր պատկերացումներն ունի։ Հայաստանի քրիստոնյա դեմոկրատների միության ղեկավարն օրինակ առաջարկում է ընտրությունների ժամանակ թող ներկայացվի ոչ միայն կուսակցության ծրագիրը, այլև թիմը, որը կուսակցության հաղթանակի դեպքում պետք է իրականացնի այդ ծրագիրը։ Ինչպես կարող եմ ես ձեզ վստահել ամբողջ մի իշխանություն, չիմանալով ով է ձեր ապագա իշխանության մեջ, չէ, պաշտպանության նախարարը, ով է լինելու արտգործնախարարը, արդյոք դա արդարացված կլինի։ Եվ եթե մենք այս խնդիրները դնենք, ուրեմն ցանկացած կուսակցություն սկսի արդեն մտածել իր շարք ներգրավել գաղափարապես կայացած մասնագիտական առումներով ուժեղ, չէ,
որակներ ունեցող անհատների։ Հայկական քաղաքական դաշտի ամենաստաժավոր անդամներից մեկի ներկայացուցիչն էլ իդեալական քաղաքական դաշտի իր տեսլականն ունի։ Ազգային պետական հիմնարար բոլոր հարցերի վերաբերյալ, դա անվտանգությունն է, դա պետականությունների կայացումն է, դա ժողովրդավարությունն է, քաղաքական ուժերը անկախ իրենց սոցիալ-տնտեսական հայացքներից պիտի լինեն միասնական։ Իսկ արդեն մանրամասների մեջ, իսկ արդեն դրան հասնելու ուղղությունների մեջ մոտեցումներ բնականաբար տարբեր։ Հանդիպման երկրորդ մասը Արցախի վարչապետն է նախագահել, թեման կուսակցությունների դերն է արտաքին քաղաքականության մեջ, բանախոսը Ստյոպա Սաֆարյանն է, հատկապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում կան եւ ձեռքբերումներ եւ չօգտագործված ռեսուրսներ։ Քաղաքական ուժերը պետք է իրենց բոլոր ջանքերը ներդրեն, որպեսզի միջազգայինորեն ճանաչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բայց միջ այդ մենք գիտենք, որ արդեն բանակցությունները շարունակվում են եւ պետք է իրենց լծակները նաեւ օգտագործեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցի բանակցային գործընթացին եւ վերականգնվի Բուդապեշտյան սամիթի ձևաչափը։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը համագործակցությունը գտնում է շատ բարձր մակարդակի վրա եւ բոլոր այս տարիներին չի եղել այդպիսի մի դեպք, երբ որ մենք խնդիրներ ունենայինք կամ ինչ որ մի հարց քննարկելու կամ օրակարգ համաձայնեցնելու, այսօրվա իրավիճակը միջազգային հարթակներում կազմակերպություններում աշխատելու անհրաժեշտությունը մեզ հուշում է, որ կան բազմաթիվ չօգտագործված ռեսուրսներ, որոնք այսպիսի քննարկումների ժամանակ երևի թե բացահայտվում են եւ մեզ նաեւ հուշում են, թե ինչ կարելի է լրացուցիչ ներգրավել, որպեսզի այդ աշխատանքները ավելի արդյունավետ լինեն։ Կուսակցությունների երկրորդ ֆորումը 2 օր կտևի, այն կավարտվի վաղը հռչակագրի ընդունմամբ։ Նորեր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Այժմի համար այսքանը, հետևեք իրադարձությունների զարգացմանը ժամը 20-ին։ Մինչ այդ ժամը։ Եղանակի տեսության հովանավորն է SBS ընկերությունը։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամատություն, հնարավոր է անձրև, վարկյանում 2-ից 7 մետր արագությամբ հարավ-արևմտի անկամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 9-ից 12, ցերեկը 20-ից 25 աստիճան տաքություն։